Բարև ձեզ, հարգելի ակնհայտներ, շարունակում ենք մեր միջազգային հարաբերություններ եւ միջազգային իրավունք հաղորդաշարը։ Այսօրվա մեր հաղորդումը իր ձևաչափով մի փոքր տարբերվելու է ընդհանրապես ընդունվածից, թեև մենք ունեցել ենք նման հաղորդումներ, երբ որ ես հյուր եմ հրավիրում եւ հյուրի հետ միասին մենք անդրադառնում ենք կարևորագույն խնդիրներին, որ արկա է մեր հասարակության առաջ, որտեղ այդ միջազգային հարաբերությունները անմիջականորեն անդրադառնում են մեր բոլորի կյանքի վրա։ Բառացիորեն վերջերս օրեր առաջ Ալիևի օգնականը Հաջիևը հայտարարեց, որ Հարավային Կովկասում նոր ստատուս քվո է հաստատվել, այլևս չկան զավթումներ, ամեն ինչ արդար է եւ միջազգային իրավունքի հիման վրա է։ Հիմա մենք կտեսնենք արդյոք այդպես է, թե Ադրբեջանը ինչպես տասնամյակներ սսեմ, տարիներին այնպես էլ հիմա շարունակում է մնալ որպես զավթիչ, որովհետև այն իրենք ինչ որ կոչում են միջազգային իրավունք, դա միջազգային իրավունքը չի, այլ ստալինյան, հակաօրինական, հակամարտկային, հակաբնական իրավիճակը, որ ստեղծել են։ Այսօրվա իմ հյուրն է Վլադիմիր Հարությունյանը, ֆիզմատ գիտությունների դոկտոր պրոֆեսոր, մի փայլուն գիտնական իր ասպարեզում, մարդ, որը բազմաթիվ անգամներ հրավիրվել եւ հրավիրվում է տարբեր միջազգային գիտաժողովների, իր մասնակցությունն է բերում, դասավանդում է մի շարք համալսարաններում, հաջողված մարդ իր ասպարեզում։ Սրանով հանդերձ պարոն Հարությունյանը նաեւ ազգանվեր գործունեությամբ է զբաղված։ Գիտեք, ես բազմաթիվ անգամներ նշել եմ, որ չկա պատմություն, չկան միջազգային հարաբերություններ առանց փաստաթղթերի։ Գիտեք, մարդիկ կան, ովքեր վերացական ինչ-որ բաներ են ասում, մեջբերումներ են անում, բայց երբ որ հղում ես պահանջում, ասում ես դուր, այն հիմքը ինչի հիման վրա դու ապնդում ես, չկա։ Ինչ-որ կան առասպելաբանական, սովետական տարիներին ստեղծած ինչ-որ մտքեր, որոնք գրքից գիրք են գնում, բայց փաստաթուղթը չկա։ Ահա, պարոն Հարությունյանը իր ժամանակի իր առողջության, իր փողերի հաշվին հսկայական գործունեություն է ծավալել, տպագրելով նորագույն շրջանի, շատ ավելի հստակ առաջին հանրապետության տարիներին եւ մի փոքր հաջորդած այդ ժամանակաշրջանին կարևորագույն փաստաթղթերը։ Դեռ տարիներ առաջ մենք պարոն Հարությունյանի հետ միասին Modus Vivendi կենտրոնում տպագրեցինք այս գիրքը, եւ այս գիրքը մեզ համար այն ժամանակ թվում էր ծավալով մեծ, որովհետեւ բավականին շատ է, 420 էջ է եւ կոչվում է Փաստաթղթեր Հայաստանի քաղաքական պատմության, սա այսպես ասած շարքը, հայ բոլշևիկների հակապետական գործունեություն 1919-20 թվականներին։ Ես հիշում եմ մի այսպես վայ քաղաքական վերլուծաբան ասաց Պապյանը հակառուսական գրքեր է տպում, ասացի որը, եւ ինքը վկայակոչում էր այս գրքին, որտեւ ինքը ճիշտ էր հասկանում, որ հայ բոլշևիկները դրանք ռուսների շահեր պաշտպանողներ են, ոչ թե հայերի։ Հետո պարոն Հարությունյանը բազմաթիվ գրքեր է տպագրել, ես կանդրադառնամ նրանցից մի քանիսին, սա արդեն շատ ավելի մեծացավալ էլի, անկախ հայկական պետականությունը եւ հայ բոլշևիկները, որտեղ բոլշևիկների մասին ինչ որ սուտ պատմություն կա կերտած, իբր թե նրանք առաջնորդվել են Հայաստանի շահերով եւ այն պատկերն է ներկայացվում, որ եթե հետևեին իրենց, եթե գնային բոլշևիկների ասած ուղով, իբր, չգիտեմ, Ղարաբաղն ու Նախիջևանը կլներ հայկական, Արևմտյան այդ ամբողջը սուտ է, բայց վատը գիտեք որն է, որ անգամ այս օրերին Երևանի պետական համալսարանում կան դասախոսներ բարձրաստիճան, որ այդ սուտ թեզն են առաջ տանում։ Մյուս գիրքը, որին ես կուզենամ անդրադառնալ, սա Ալեքսանդր Խատիսյանի Անտիպգործեր, նամակներ, նյութեր եւ փաստաթղթեր։ Զգում եք մի հաստափոր շատ կարևոր գիրք է, որի մեջ ականատեսի եւ մասնակցի, ասենք, տեսանկյունից շարադրված են շատ բաներ։ Եվ այս երկհատորյատկը ես կուզեմ ձեզ ներկայացնել, սա ֆունդամենտալ աշխատություն է, թեև բոլորն էլ այդպիսին են, երկու հատորով վերանկախացած Հայաստանի եւ նորաստեղծ Ադրբեջանի հարաբերություններից 18-ից 20 թվականներ, նյութեր եւ փաստաթղթեր։ Տեսեք վերնագիրը ինչքան ճիշտ է ընտրված վերանկախացած Հայաստանի, որովհետեւ մենք ունեցել ենք անկախություն, պետականություն կորցրել ենք եւ 18 թվականին վերանկախացել ենք, ստեղծել ենք վերանկախ պետականությունը։ Իսկ Ադրբեջանը նորաստեղծ Ադրբեջան, որտեղ գիտեք, Ադրբեջան պետություն այդպեսին չի եղել։ Եվ այս երկու հատորով
մեծ, այսինքն 916 երկրորդ հատոր նա բավականին էլի հաստափոր 570 առաջի հատորը սրանք շատ կարևոր են եւ կասեմ որ առաջիկայում մայիս 22-ին ժամը 3-ին 15:00 Իսահակյանի գրադարանում, այսինքն մետրոյի Հայաստանի Հանրապետության կայարանի մոտ, երբ որ դուրս եք գալի, տեղի ունենալու այս երկհատորի երկրորդ հատորի եւ Ալեքսանդր Խատիսյանի գրքի շնորհանդես վաճառքը եւ ովքեր հետաքրքրված են եւ կուզեն ձեռք բերել այս գրքերից կան նաեւ ես դիմում եմ մեր հայրենակիցներին ովքեր որ արտասահմանում են ապրում եւ կուզեն սա ձեռք բերել կարող են խնդրել իրենց ազգականներին որ այդ ժամանակ մոտենան ասենք ստորագրությամբ այս գիրքը կարող են ունենալ կարող են գնել կամ Facebook-ով Վլադիմիր Հարությունյան լատինատար գրությամբ կապվել պրոֆեսորի հետ եւ ուղակի, այսպես ասած, կապի մեջ մտնել ձեռք բերելու հնարավորություն ունի։ Այսքանը որպես նախաբան իմ կողմից, հիմա պարոն Հարությունյան, եկեք անդրադառնանք ինչն էր որ օրինակի համար ձեզ դրթեց սկսելու այս արդեն մի տասնամյակից ավել է, չէ՞ որ դուք զբաղվում եք այս հարցերով, հա, եւ հսկայական աշխատանքը, ժամանակ, փող, ջանք, հաճախ երախտամոռություն ու զրպարտություն ընդունելով այս ամբողջը առաջ տաներ։ Ինչն էր հիմնական շարժառիթը։ Հիմնական շարժառիթը գիտեք որն է։ Եղած գրականությունը, պատմական գրականությունը։ Ես չեմ ասում թե ընթերցել եմ այն ամբողջը ինչը լույս է տեսել Հայաստանում, թե խորհրդային տարիներին, թե Ես վստահ եմ որևէ մեկ ամբողջը չի ընթերցել։ Դուք երևի ամենաընթերցածներից կլինեք այդ ժամանակահատվածը։ Այո։ Բայց այնքան ինչքան որ ընթերցել եմ, այդ ամբողջը չի տվել այն սպառիչ պատասխանը շատ հարցերի, որոնց գիտեք ինչ, բավականին երկար արդեն կյանք եմ ապրել 70-ից ավել, 75 տարի։ Ինձ բարդ է վիճակվել դպրոցական տարիներին տեսնել, լսողը հանդիսանալ, հենց Կարսի պաշտպանության կամ ավելի ճիշտ հանձնման մասնագետներին։ Ասեմ որ պարոն Հարությունյանը գյումրեցի է, իսկ Գյումրի երևի բնակչության առնվազն կեսը Կարսի մարզից է։ Կարսի Էրզրումի բնականաբար։ Եվ բացի դրանից ասենք տարբեր հայ զորավարների մոտ ծառայած զինվորների, որոնք այդ ժամանակ 60-65 տարեկան, ոնց ասում է, ճիլ պիձեք էին, պատմում էին ամեն ինչը, եւ պաշտոնական պատմագրությունը դրա հետ չէր համընկնում, սկսած դպրոցական տարիներից։ Գիտեք ինչ, շատ զարմանալի էր, գուցե ոմանց ցավացնի դա, որ առավել խառնաշփոթ սկսեց մեր այդ պատմագիտության մեջ, ես ամենևին չեմ հավակնում էքսպերտի, փորձագետի ջրտափնիների, բայց որպես սովորական ընթերցող ես կարող եմ փաստել իմ սուբյեկտիվ կարծիքը, տեսակետը, որ առավել խառնաշփոթ սկսվեց հատկապես մեր անկախության տարիներին։ Այս ձևի ասենք վերջին անկախության տարիներին։ Ինչպես դուք եք գրել վերանկախացման եւ սա վերանկախացումն է։ Տարական բան, այ որ դուք հիշեցրեցիք Կարսի վերաբերյալ մեր թողարկած գրքերը, մեր դպրոցական դասագրքում, եթե բառացի չասեմ, համենայն դեպս իմաստի համար ես ոնց ասում եմ պատասխանատու եմ։ Կարսի հանգման մասին գրված է հետևյալը։ Հայկական զորքը հերոսաբար կռվեց, սակայն թշնամու ուժերը գերադասում էին, այդ պատճառով Կարսի տակ հայկական բանակը կրեց պարտություն, հետո գերի ընկան նաև մի քանի տասնյակ հայ սպաներ։ Հիմա հարցը հետևյալն է,
Կարսի պատերի տակ որևիցե հերոսական պայքար հայկական բանակը չի ցուցադրել։ Հայկական բանակը հայտարարակ ձևի անձնատուր է եղել։ Երևի մեր պատմության մեջ ես առաջինը չեմ, որ այդ բառերն ասում եմ, լուսահոգի Կիլիկիո կաթողիկոս Գարեգին առաջինը, որը ներկա է եղել եւ գերի է ընկել, ինքն է գրում իր հուշերում, որ ազգերի պատմության մեջ նման հայտարարակ պատմություն, երբ որ ամեն ինչով հագեցված, համալրված բանակը այդ ձևի հայտարարակ պարտություն է գրել։ Դուք նկատեք Գարեգին Հովսեփյան կաթողիկոսը։ Հա, Գարեգին Հովսեփյան կաթողիկոսը։ Եվ ըստ էության փոխանակ շեշտվի, որ բանակը չի կռվել։ Եվ բացահայտվի ամենակարևորը պատճառները։ Եվ բացահայտվի թե ոնց եղավ, որ 2 տարի առաջ Սարդարաբադում հերոսաբար կռված բանակը 2 տարի հետո ոչ թե չկռվեց, այլ երբ որ կրծեր սպաները, մաուզերները ձեռքերին հայ զինվորներին փորձում էին առաջ տանել, նրանք փախնում էին խրամատները, եւ ընդ որում նրանցից շատը ոչ թե մեր հայկական զորքի խրամատներն էր թռնում, այլ թուրքական, Կարաբեկիր Փաշայի խրամատները, եւ հետո Կարաբեկիրի հետ մտան Կարս։ Եվ նույն Գարեգին Հովսեփյանը ասում է, երբ որ եկավ վերջին համալրումը Կովկասահայությունից, ասում է բոլորը շատ մեծ շշուկ կար, նրանց հետևից եկավ այն լուրը, որ սրանք բոլորը, ինչպես մեր սպաներից մեկն էր ասել, պատենտավորված դիզերտիրներ են։ Այո, եւ ձեր բերած փաստաթղթերի մեջ կա, ես հիշում եմ նաեւ այդ հեղկոմի կոչերը չդիմադրել, որովհետեւ սրանք նորն են ակարևորը, իհարկե, դուք շատ ճիշտ։ Այդ նեոբոլշևիզմն էլ կրկնվում է։ Այդ ամբողջը։ Պատճառը հետեւյալն էր։ Բոլշևիկյան ռոպագանդան կազմալուծեց բանակը։ Ստեփան Ղուրղանյանը, քաղաքացիական նահանգապետը Կարսի, պարզապես գրում է, որ ասում է, մենք նույնիսկ տեղյակ չէինք, թե ինչ գումարներ են գալիս Ռուսաստանից, թե օդար, էլ հրյաներ, էլ գերմանացիներ, էլ ռուսներ, էլ չգիտեմ ինչեր, նույնիսկ արդեն մինչև Կարաբեկիրի գալը, արդեն բոլշևիկ դարձած թուրք զինվորներ, որոնք գերի էին ընկել առաջի համաշխարհայինին, արդեն բոլշևիկ դարձած գալիս էին եւ այստեղ ռոպագանդում էին, որ էգող թուրքը այլևս այն չի։ Այսինքն փոխանակ այդ ամբողջը վեր հանել, այն 9-րդ դասարանի երեխուն ասում են, որ նշանակություն բեմները խաղ չկա։ Նայեք, պարոն Հարությունյան, ես կարծում եմ հետևյալն է, որովհետև եթե իրականությունը բացահայտեին, պիտի բացահայտվել բոլշևիզմի եւ ռուս բոլշևիզմի Ռուսաստանի չարագույժ դերը, որովհետև ով որ ուսումնասիրել է այս պատմությունը, մենք արդեն ունեցել ենք խոսելու, ի վերջո քեմալական բանակը ձևավորվեց, զինվեց, վճարվեց ռուս բոլշևիկների կողմից 2019 թվականի մայիսից Հավսայի Բուդյոնու եւ Քեմալի հանդիպումից։ Դուք օրինակ ճիշտ նշեցիք այդ ոնց որ ասած Եվգենիների մասին եւ ես կուզեմ վկայակոչել մի երրահատոր գիրք, որը վերջերս է մի 2-3 տարի առաջ է տվել Մոսկվայում, կոչվում է Զոլոտը Ռոսիյսկե իմպերիի փաստաթղթերի ժողովածուա եւ այնտեղ այն 200 կիլոյի մասին չի, որ մեզ էլի դասագրքերում գրում են, որ 200 կիլո ոսկեն, ոչ, մենակ ես երկու փաստաթուղթ կտա, մեկը 8 տոննա ոսկի, մեկը 7.5 տոննա ոսկի քեմալականներին փոխանցելու մասին եւ այդ ոսկին հետո շրջվել եկել է Հայաստան, ձեր ասած այն անհաշիվ փողերը, որ ներդրվեց եւ կազմալուծվեց բանակը։ Այո։ Հա, չէ, որում այդ 200 կիլո ոսկին դա մի փոքր հատված է։ Հա, դա եմ ասում։ Մենք մինչ այդ չգիտեինք, որ Նովորոսիյսկից 2-3 հատ նավ են նվեր տվել, չգիտեմ ինչ։ Այդ նավերն էլ դատար չեն, լեցուն ամեն ինչով, իհարկե։ Եվ ի վերջո այդ Կարսի թեման ոնց ասում եմ մենք
փագենք, Այո։ կարսը։ Մենք այսքան ինչից եւ ցավով ենք խոսում եւ ոնց ասում են որպես կարևորագույն Այո։ երևույթ, կարսը դա վերջին կրագոցն էր առաջի հանրապետության կողքին։ Առաջի հանրապետության կորզանմանը մնում էր ընդամենը այնքան ժամանակ, որ ոդկով թուրքական զորքը կա հասնի Ալեքսանդրապոլ եւ վերջ։ Դրանով արդեն ամեն ինչ վերջացավ։ Եվ ես այստեղ կուզեմ մի պատմական իրողություն վկայակոչել, որովհետև շատերը սա անտեսում են եւ խոսալով 21 թվականի փետրվար-մարտի քեմալականների եւ բոլշևիկների հանդիպում հետո Մոսկվայի պայմանագիր ստորագրումը մոռանում են նշել, որ սա երկրորդ հանդիպումն էր եւ 20-ական թվականին այդպես էլ գրում էր երկրորդ կոնֆերանսը առաջի հանդիպում տեղի է ունեցել 20 թվականի օգոստոսին, որտեղ բոլշևիկներն ու քեմալականները պայմանավորվեցին, թե այդ սահմանային գիծ, այսինքն ոնց պիտի կիսեն Հայաստանը եւ Կարսը արդեն տրված էր թուրքերին։ Հետևաբար դրանք ամեն ինչ արեցին, որպեսզի այդ խոստումը կատարվի։ Ավելին պայմանավորվածությունը շատ հետեւյալն էր, իրենք այդ գծից Ախուրյանից պիտի անցնեին դեպի արևելք, մի քիչ հայերին կոտորեին, ինչ եղավ ցավոք սրտի, գիտեք, տեղի վերջո ջարդի ձոր եւ այլն պատահական չէ ամբողջը։ Շիակում եղավ, որպեսզի հետո ռուսները գային փրկեին եւ այդ տակտիկան նախ մեզ վրա քսի տալ թուրքերին կամ թուրք-ադրբեջանցիներին, հետո գալ տակի մնացորդը փրկել, դա եղել է դարավոր քաղաքականություն, գոնե մի 300 տարի է եւ վերջի դրա ակորդը, վերջի արարը մենք տեսանք Արցախում, երբ որ հայաթափվեց նույն ծևի, իբր թե պիտի պաշտպանեին խաղապահները, բան արեցին պայմանավորված պատերազմ ուղղակի իրանք չէին սպասում, որ Հայաստանը կներեք, Հայաստանի Մարս, Արցախ ամբողջովին կհայաթափվի, իրանք ուզում էին մի փոքր, մի փշուր մնար այնտեղ, որպեսզի զորքը կարողանան իրենց պահել, բայց ոչ ոք չէր պատկերացնում, որ Ղարաբաղի, Արցախի ղեկավարին պես է թալանել այդ երկրի պաշտպանունակությունը, թղթի վրա կային դիրքեր, իրականության չկար, որ դա էլ չեղավ։ Այո, շարունակեք, պարոն Անձրյան։ Ես կուզենայի անդրադառնալ այդ փաստին, որ ասեցիք կոդորեին թուրքերը, հետո ռուսները փրկիչի տեսքով ներկայանային, ուրեմն այդ սցենարը ամենայն մանրամասնությամբ 20 թվականի արևելքի ժողովուրդների սեպտեմբերի սկզբին, սեպտեմբերի 1-ից 6-ը այդ համագումարից հետո ամենայն մանրամասնությամբ մի 2-3 էջի վրա շարադրել է բոլշևիկյան կուսակցության այս կովկասյան հատվածի այսօրվա լեզվով ասած վերլուծական բյուրոն եւ կեդարքետ նշել է դու այս ձևի անել եւ ասում է այդ դեպքում Եվրոպայում կբարձրանա ալիք ընդդեմ թուրքական կոդորազների հայերի նկատմամբ եւ մենք արդեն ասում է փրկիչի տեսքով կներխուժենք Հայաստան եւ կփրկենք հայերին վերջնական կոդորումից։ Եվ երևի թե գրքերը, որ ներկայությամբ շարված են, մի թեթևել կուզենամ Ալեքսանդր Խատիսյանի այո, հեսա Խատիսյանի գրքին անդրադառնալ, ուրեմն մեզ դիտողներին եւ ունկնդրողներին ասեմ, որ այս գրքի հիմքում ընկած է Մոսկվայից բերված արխիվային նյութեր, որոնք Մոսկվայում հայտնվել են երկրորդ համաշխարհային պատերազմի արդյունքում։ Պարզվում է դրանց պատմությունը հետևյալն է. 26-27 թվին Բերլինում ուզեցել են տպագրել մի հատ ալմանախ, վերնագիրը արխիվի ռուսկե ռևոլյուցիի։ Այո։ Այդ ժամանակ տպված կա ինչ-որ բազմատորյա կա, այո։ Այդ հեստական հադորի համար նաև դիմել են Խատիսյանին, որ ինքը նյութեր տա, ինքը 120 քանի թե 150 էջի չափ գրել տվել են նյութեր։ Ինքը ռուսերեն է գրել։ Իր, հա։ Այդ ալմանախի համար է ռուսերեն։ Այո, ռուսալեզու ալմանախ է։ Հա։ Բացի այդ բուն իրա ձեռագրից կան նաև նամակներ, որտեղ ինքը ասում է, թե
սովորության համաձայն ռուսները բան են արել, գծել են, կարելի է ասել։ Ինքը ասում է խոստացված փողը ինչու չեք փոխանցում։ Ասում են ամենը չգիտեմ քանի դոլար փոխանցեցիք, որպես նախավճար, կանխավճար։ Ու ասում է, էլ չեք փոխանցում, ինչի չեք փոխանցում։ Ինչևից է։ Դրանք հավանաբար եղել են Բերլինում, երբ որ խորհրդային զորքերը գրավել են Բերլինը, դե մենք ոնց ասում է խորհրդային միության գործելավոճի գիտենք, առաջին արխիվներն են, ինչի ար գրավում ցանկացած բան։ Այդ արխիվները եկել հայտնվել են Մոսկվայում։ Եվ մենք կարողացանք գտնել ես հայտնաբերողի անունը անպայման ուզում եմ տալ, Մայքլ Բաբայան, շատ երիտասարդ լավ պատմագետ է, ինքն էր հայտնաբերել եւ մենք կարողացանք դա ամբողջությամբ բերել, թարգմանել, տպագրել։ Եվ այդտեղ շարադրված է փաստորեն 1900 թվականի սկզբներից մինչև առաջին հանրապետության վաղճանը։ Ես ուզում եմ ընդգծել, որ պարոն Հարությունյանը, եթե նկատեցիք, ոչ միայն հայթայթում, պատրաստում եւ տպագրում այս նյութերը, այլ նաեւ հաճախ անհրաժեշտության լինում թարգմանել եւ խնդիրը ոչ միայն ռուսերենից է, այլ անգլերենից, ֆրանսերենից թարգմանել եւ ասեմ դա այդքան դյուրին չի, որտեղ շատ տպագիր կամ մեքենագիր փաստաթղթեր արդեն խունացած են, անընթերցնելի են, շատ բաներ ձեռագրով է պահպանված եւ այդ ձեռագրերը պետքա ընթերցել, երբեմն 1-2 տող ընթերցելու համար հսկայական ժամանակ ու ջանք է գնում հասկանալու համար, այնպես որ պարոն Հարությունյանը իսկապես շատ կարևոր գործ է անում, որովհետև կրկնում եմ, չի կարող լինել ժամանակակից հիմնավոր պատմագրություն առանց արխիվային փաստաթղթերի եւ բազմազան փաստաթղթերի եւ այստեղ այս մի հատորում արդեն պարոն Հարությունյանն էլ ասենք Խատիսյանի կողմից գրածն է, ասենք իր ուշագրությունն է, նամակներն է, բայց մյուս ասենք նյութերի մեջ, ասենք հատորների մեջ, այստեղ էլ արդեն պետական, պաշտոնական փաստաթղթերն է հաճախ Հայաստանի դիվանագիտական ներկայացությունների գրությունները, իսկ դրանք, գիտեք, առաջին հանրապետությունը ուներ ներկայացուցիչներ եւ Բաքվում, եւ Թիֆլիսում, ի տարբերություն ներկա ժամանակահատվածի, որ մենք Բաքվում չունենք, այն ժամանակ կար եւ այդ դեսպանատները շատ մանրակրկիտ, ես բնականաբար ինքս կարդացել եմ, օգտվել եմ պարոն Հարությունյանի հրատարակություններից, զգում ես թե ինչ բարձր մատակարդակի մտավորականներ են եղել եւ գրելու ոճը եւ այդ հիմնավորումը եւ հայրենասերներ, այսինքն այս մարդկանց աշխատանքը այսօր ցավոք սրտի ճիշտ գնահատված չի։ Երևանի փողոցներով քայլում ես, ինչ որ անկապ, անհասկանալի անգամ հակահայկական մարդկանց անուններով փողոցներ, դպրոցներ, ինչ որ բաներ կան, էլ Աթարբեկյանի, չեկիստ Աթարբեկյանից վերջացրած Միկոյանով, որը պարոն Հարությունյան շատ ավելի լավ գիտի, ամեն ինչ անեց անգամ հայկական Հայաստանի բոլշևիկյան կուսակցությունը ոչնչացնելու համար, թողնելով միայն ռուսական բոլշևիկյան կուսակցության, այսինքն հայկական մասնաճյուղը, որը ինքը ներկայացնում էր։ Եվ այս ամբողջը կրկնում եմ կարևոր է, որ սրանք ժամանակակից այդ ժամանակվա փաստաթղթերով են հիմնավորված։ Եվ կրկին մի անգամ եւս ուզում եմ հիշեցնել ձեզ, ովքեր ցանկություն ունեն ձեռք բերելու Խատիսյանի այս հատորյակը եւ երկրորդ հատորը այս փաստաթղթերի, որը դեռևս կա, մայիս 22-ին ժամը 3-ին Իսահակյանի գրադարանում Հանրապետություն հրապարակ մետրոյի կարանի մոտ տեղի ունենալու այդ գրքերի շնորհանդես վաճառքը կարող եք մասնակցել եւ պարոն Հարությունյանի ստորագրությամբ ձեռք բերել, նաեւ ելեմ կոչով դիմում եմ մեր հայրենակիցներին արտասահմանում, ով որ ցանկություն ունի, կարող է դա անել իր բարեկամների, ազգականների, ընկերների միջոցով կամ Facebook-ով կապվելով պարոն Հարությունյանի հետ։ Հիմա պարոն Հարությունյան, ես գիտեմ, որ դուք այն մարդն եք, որոնք անխոչելի շարունակում եք միշտ աշխատել։ Նախ կուզեմ ասեք, ինչ գրքերի վրա եք հիմա աշխատում, ինչ բան, եւ իդեպ մի բան էլ հայտարարեմ, որ սա ամբողջը չէ, օրինակ Ստեփան Կորղանյանի մասին այստեղ որ հիշատակվեց քաղաքացիական նահանգապետը Կարսի, նաեւ նրա
հուշագրությունն ավելի բավականին ստվար հատորով պարոն Հարությունյանը պատրաստել եւ տպագրել։ Ձեր առաջիկա ծրագրերի մասին ինչի վրա եք Շատ լավ։ Ծրագրերից առաջ մի երկու խոսք ես համեցեք։ Վերջին հադորների մասին եմ ուզում ասել։ Այս մեր հաղորդումը այս հատորի մասին է խոսքը։ միջազգային իրավունքի Այո։ շրջանակներում է, ոնց ասում են տանում, եւ բացի այն դրդապատճառներից, որ առհասարակ այս գործունեությամբ սկսեցի զբաղվել, ուրեմն այս վերջի աշխատանքները, վերջի աշխատությունները պայմանավորված են սրանց լույս տեսնելը Արցախի կորուստով, հուսով եմ ժամանակավոր։ Ուրեմն ընդամենը իմ նպատակն է եղել ցույց տալ, որ մենք ունեցել ենք պետություն, պետականություն, որի չգիտեմ ինչու ոնց ասում է վարակիչ տիֆի նման ոչ միայն խորհրդային Հայաստանում, այս 30 տարվա Հայաստանում նույնիսկ մարդիկ ուզում են ձերբազատվել։ Մինչդեռ, եթե խոսում ենք պատմության մասին եւ այլն, մենք չենք հավակնում Տիգրան Մեծի այդ ամբողջ կայսրությանը եւ այլն։ Ամենամոդական եւ ոնց ասում է մեզ համար մատչելի թեգուզ փաստաթղթերով բանով Տիգրան Մեծի վերաբերյալ մենք գրավոր Նրա արխիվը չի պահպանվել։ Հա, չի պահպանվել, հա։ Բայց առաջի հանրապետության արխիվը բարեբախտաբար պահպանվել է։ Եվ այստեղ պարզապես նպատակն էր հետևյալը՝ ցույց տալ, թե ինչ ձևի հայկական պետությունը հարաբերությունների մեջ է եղել, ինչ հարաբերությունների մեջ է եղել Ադրբեջան պետության հետ։ Եվ այստեղ ես կուզեի շեշտել, որ անգամ այդ տկար Հայաստանը չեր ասում, որ օրինակ ադրբեջանաբնակ, իսկ ադրբեջանաբնակ չի նշանակում Նախիջևան կամ Ղարաբաղ, որտեղ հայությունը ապրում էր Բաքվում այլ վայրերում եւս, որը Հայաստանի Հանրապետություն չէր։ Տերեր կանգնում հայերին, էթնիկ հայերին ամեն ինչ անում են, որպեսզի նրանց չճնշեն, չգիտեն նրանց ապահովությունը։ Այսօրվա երկրի նման չի, որ ասում է, ինչ կապ ունեն, ասում է, իրանք մեզ հետ մեր քաղաքացիները չեն, մեր տարածքում չի այդ հուշարձանը, քանդում են, քանդեն այդ։ Նուխի, Շիրվանի, այո, մյուս հայաբնակ վայրերի, որոնք որ այդ ժամանակ արդեն համարվում էին հին հայկական, իբրտ է։ այո, Բայց թե նույն այդ վայրերին տեր էր կանգնում Հայաստանը։ Փաստաթղթերը այդ են վկայում։ Ես հիմա հեշտով չեմ ժամանակել չկա։ հա, այս մեծ հատորները, ովքեր ավելի հետաքրքրված են, Իհարկե։ հա, թող գան Եվ չեմ ասում, թե սա միակ պատմական ճշմարտությունն է, բայց իմ մասնագիտությանը եթե զուգահեռներ տանեմ, տեսական աշխատանքը ֆիզիկայից արժեք ունի միայն այն դեպքում, երբ որ արդյունքները կամ բացատրում են, կամ համընկնում են փորձարարական տվյալների հետ։ այո, Եվ շատ աշխատանքներ տեսական գեներացվում են փորձնական տվյալներով։ Ամբողջ այդ քվանտային ֆիզիկանի վերջո այդ փորձնական տվյալների հիման վրա է կառուցված այդ տեսությունը։ Հիմա նույնն է այստեղ, ինչ ուզում է գրեն Ադրբեջանը ցեղասպան պետություն է եղել, կողքի ենք տնում, Ադրբեջանը հայամետ է եղել, հայասեր է եղել, կողքի ենք տնում, փաստաթղթերը նայեք եւ ինքներդ որոշեք։ Եվ պատահական չէ, որ այս տիպի հադորներին ես շատ կարճ նախաբան եմ գրում։ Այսինքն իմ եզրակացությունները կամ կոմենտները այդտեղ չկան, որ ես չուղորտեմ հանգարց Դուք անում եք ամենակարևոր գործը, ասենք մատչելի եք դարձնում ուսումնասիրողների համար այս նյութը, սա սկզբնաղբյուր է, իսկ սկզբնաղբյուրը ամենահիմքն է, առանց այս սկզբնաղբյուրների հնարավոր չի բաներ։ Եվ ոնց ասում է եզրափակենք այն բանով, որ իմ կարծիքով, իմ տեսակետով, այս հադորները փաստաթղթերի, դա կամուրջն են արխիվի եւ հետազոտողի միջև։
Եվ ես այստեղ ուզում եմ մի հանգամանք եւս շեշտել։ Ակնհայտ է, որ Ադրբեջանը ինք իր համար ստեղծել է մի առասպել, որ իբր առաջի հանրապետությունը Ադրբեջանի օրինական տերեր այսօրվա Հայաստանի կամ սովետական Հայաստանի տարածքներին, ներառյալ Զանգեզուր, ներառյալ Արցախ եւ այլն, եւ դրան է գնում։ Այսինքն մենք ուշ թե շուտ բախվելու ենք նաեւ միջազգային դատարանում նման խնդիրների հետ, որովհետեւ տեսեք, Նիկոլ Փաշինյանը իր խելքով իբր 17 կետերի մեջ կետա դրել, որ հայցերը պիտի միջազգային դատարանից անել, միջազգային դատարաններից եւ այլն, բայց ես վստահ եմ Ադրբեջանը դա շրջանցելու տարբեր ձևեր է գտնելու, որտեղ ոչ միայն, որտեղ միջազգային որ ասում ենք, մենք հասկանում ենք դա միջպետական դատարաններ, իսկ իրանք այսօր տանում են նաեւ անձինք որպես դուժող կողմ հանդես գալու եւ այլն, եւ այստեղ միակ պաշտպանության ձևը հետեւյալն է, որ այդ տարածքներում Հայաստանը չի եղել օկուպանտ, այլ Ադրբեջանն է եղել, որովհետեւ Հայաստանը օրինապես է իրավատիրություն հաստատել այդ տարածքների վրա, ինչպես էս նախորդ 30 տարին, երբ որ մենք վերահսկում էինք Արցախը, դա Հայաստանի օրինական իրավական կրկնում եմ, ոչ թե պատմական, այլ Հայաստանի Հանրապետության տարածքներ օրինապես միջազգայինորեն ճանաչած։ Սա է միակ պաշտպանության հենքը, որը մենք կարող ենք։ Հակառակ դեպքում Ադրբեջանը մեզ այնպիսի ռազմատուգանքների եւ այնպիսի վճարումների տակ դնելու, որ այս երկիրն էլ ամբողջությամբ ծախենք, հնարավոր չի լինելու տակից դուրս գալ։ Շնորհակալություն պարոն Հարությունյան, եւ ես կարծում եմ նրանք, ովքեր որ կուզեն ավելի մանրակրկիտ ծանոթանալ պարոն Հարությունյանի աշխատանքներին, իրենք անձնապես հարց տալ, քննարկել, հետո ձեռք բերել այս գրքերը ծանոթանալ համար, որտեղ կրկնում եմ նորից, արդեն 3-4 անգամ, սկզբնաղբյուրներն են ամենակարևորը։ Չկա պատմագրություն, չկան միջազգային հարաբերություններ առանց փաստաթղթերի։ Պատահական չէ, որ մենք հայերենում օգտագործում ենք դիվանագիտություն բառը, դիվան արխիվ, այսինքն առանց դրա չկա նույն դիպլոմատիա, այսինքն հունա-լատինական բառը էլի գալիս է, այսինքն այդ դիպլոմայից, գրության տախտակից, որտեվ դա է կարևորը հիմքը, ցավոք սրտի մեզ մոտ արհամարված էր եւ այսօր արհամարված ամնում միջազգային իրավունքը եւ այս փաստաթղթերը, որը հաջողությամբ մեր թշնամիները մեր դեմ օգտագործում են։ Հուսանք, որ մայիսի 22-ին ժամը 3-ին մենք ձեզ բոլորիդ կհանդիպենք Իսահակյանի անվան գրադարանում, ես բնականաբար լինելու եմ անտեղ եւ կվարեմ այդ միջոցառումը պարոն Հարությունյանն ներկայացնեմ, բայց բնականաբար մեր այդ օրվա ինչպես այսօրվա հերոսը պարոն Վլադիմիր Հարությունյանը մարդ, որը լինելով հաջողված անվանի ֆիզիկոս, այնուհանդերձ իր պարտքն է համարում նաև իր ներդրումը ունենալու հայ ժողովրդի եւ հայոց պետականության իրավունքների հիմքերը վերհանելով։ Շնորհակալություն, կհանդիպենք առաջիկայում, ցտեսություն։